Գրպե, Սերինեն որտեղից գիտի Անայիսի մասին։ Չգիտեմ, իրան էլ կհարցնես հենց տեսնես։ Ինձ գրել էր, որ մի շաբաթից պիտի գա, բայց այնքան չէի ուզում հավատալ, որ մտքիցս թռել էր։ Իզաբել, ես քեզ խոսք եմ տվել ու խոսքից տերն եմ, ես հետդ եմ։ Շնորհակալ եմ շատ, Դավիթ ջան, ուղղակի դե գնալու մնալու տեղ կգտնենք, հա, բայց Անայիսի համար եմ շատ անհանգիստ, այդ ամեն ինչ ինքը ոնց է տանելու, այդ ամբողջը մնում է իր վրա։ Հասկանում եմ։ Բայց դե ինչ իմ ուժերի մեջ է, ես կանեմ։ Նորից շնորհակալ եմ քեզ։ Բայց որ Սերինեն որոշել է պապային ոչնչացնել, այդ մտքիցս դուրս չի գալիս, դա վտանգավոր է։ Կարող է պետք է պապային նորից տեսնել, մինչև Սերինեի հետ հանդիպելը։ Մնում է պապատ քեզ ճիշտ ասի։ Դե ինքը թող իր մասով ասի, մնացածը Սերինեից կիմանամ։ Եթե արդեն մի քիչ լավ ես կարող է քեզ տուն տանեմ, մեքենատ էլ թող մնա։ Չէ, ես կգնամ հանգիստ տեղի։ Բայց ի վիճակի ես մեքենա վարել։ Հա, մի քիչ կքայլեմ, մտքերս կհավաքեմ, կգնամ հանգիստ տեղի։ Դու էլ խնդրում եմ, որ խոսես հետ։ Խնդրելու բան չկա։ Ես անպայման քեզ կասեմ։ Մերսի շատ։ Ոտքդ ինչ ես արել։ Ոլորել եմ։ Իսկ այստեղ ինչ ես անում։ Դավիթին եմ սպասում։ Բարձրացա օֆիս, ասացին, որ տեղում չի։ Հա, ուշանալու է։ Իսկ ինչ ես սպասում։ Հին թաղի հետ կապված հարցեր կան։ Կարող է ես կարողանամ օգնեմ քեզ։ Դժվար։ Բայց ինչի մենք փաթեթը միասին ենք պատրաստել։ Ինչ է ժպտում։ Դե չէի սպասում քեզ տեղ տեսնեի։ Հա, Դավիթը խնդրեց փոխարինեմ իրեն։ Գնա։ Դե դու չասացիր, որ Դավիթը խնդրեց իրան փոխարինես։ Դրա համար եմ ասում, գնա։ Իսկ Արամը քեզ չի զանգել։ Չէ, չի զանգել։ Կարող է մենք զանգենք։ Չէ, ինքը կզանգի։ Բայց ախր Վիկա, ես հասկանում եմ, դու անհանգիստ ես, ես անհանգիստ եմ, բայց արի սպասենք, խնդրում եմ, թող իրենք հանգիստ խոսեն, լավ։ իսկ ինչ ես մտածում, կարող է Արամը Անայիսի պապայի պատճառով Անայիսի հետ ընկերություն չանի։ Չէ, անելու է։ Արամը վաղուց գիտեր Անայիսի հոր մասին, ու ինքը ինձ ասում էր, որ ինքը վատ մարդ է։ Եղել է դեպք, որ ես ուզեցել եմ իր մոտ գնամ աշխատանքի, բայց ինքը չի թողել։ Այնպես որ դժվար։ Լուրջ։ Սիրտս ընկավ տեղը։ Անայիսը շատ է սիրում Արամին։ Գիտեմ։ Բայց արի գնանք սուրճ վերցնենք, հեսա զանգը կտա։ Բայց եթե մինչև դասերի վերջ չզանգեն, Կհասկանանք, Վիկ։ Հարևանսը, անանջկա, ադե մեծ մարդա, հենց պարապամանում հիշում որ ես իրան տույա եմ խոստացել։ Նա վերջ, եթե վերջ ես գնամ էլի, տրամադրություն չունեմ։ Ահա, թղթերի հետ կապված վերջ, բայց շնորհալության մասով հյուրեր եք ունենալ, մոռացել եք։ Այ, ոնց եմ մոռացել, լսի իսկ։ Տարբերակ չկա, չեղարկելու, որովհետև երևի արդեն 5 րոպե այստեղ կլինի։ Լավ, ես ձեզ դիպարիտին պատասխանեմ, միջև գան։ Գնա։ Հայ ձեզ։ Այ մարդ չեմ մոռացել։ Չեմ մոռացել տույա այդ մասին, չէ։ Տանով կա։ Ես հիմա օֆիսում եմ, երեխեն դասի է, Իզաբելը երևի տանն է։ Հա։ Ինչ է եղել։ Ինչ տղա։ Հա,
Լավ, եղավ, շնորհակալ եմ։ Այս արգամի տղեն է։ Լավ, բա ինչ հաշիվ նա կարող է Անահիսի հետ են կրվել։ Տիկին ջան, մա ուր ես։ Տան ճանապարհին շատ լավ է, բա երբ կհասնես։ Մի րոպեից անտիր, լսել է, հյուր ունենք։ Անսոնս իմացա, մոռացել ես, որ տանը կամերա ենք դրել։ Հա, դե գնա դիմավորի, հետո կխոսանք, լավ։ Նախագծի հետ կապված ես եկել բարձրանանք վերև։ Իմ ասելիքը կարճ է։ Ինչ է եղել։ Ուզում եմ հասկանամ դու ու հերդ ձեր եք տվել, թե ամեն ինչ իրարից անկախ եք անում։ Չհասկացա։ Դե դու գալիս ճշմելու նախագիծ ես ցույց տալիս, հերդ մարդ ուղարկում, որ հարցերս լուծան։ Ավելի բարձ կասես հասկանամ ինչ է եղել։ Հիմա սպասում ես, որ քեզ պետք է հավատամ։ Արեգ ջան, կասես ինչ է եղել։ Հորդ կհարցնես։ Մենակ մի բան։ Ձեր ոտը էլ հինթաղ չի մտնելու։ Իսկ եթե մտա, ուրեմն նույն ձև եմ դիմավորելու ձեզ։ Վիկանս ես տուն է եկել, բայց զանգում հեռախոսն անջատած է։ Ես էլ առավոտից դուրս եմ, բայց ինչ է եղել։ Եկեք հետո էլի դրա մասին խոսենք։ Հաստատ բանը ասում ես Անահիսին չեմ նեղացրել։ Չէ, Արամ ջան, ես չեմ մտածում, որ նեղացրել ես, ուղղակի ուզում եմ իմանամ ինչ է եղել, որ փախել եք ելա տուն։ Եկեք հիմա բարձրանանք Անահիսին տեսնեմ, հետո բոլոր ձեր հարցերին կպատասխանեմ։ Լավ։ Անահիս, որ ձայն չի հանում, ուրեմն իրա սենյակում է։ Իսկ որն է իր սենյակը։ Համարը հասանք։ Անահիս։ Քնած ես։ Անահիս, հյուր ունես։ Ամոթ արգամ ջան, տարիների ընթացքում կաթիլ հավաքած պատիվը գետնով ես տալիս։ Սաթեն ջան, ախր։ Ինչ ախր, այ ցավդ տանեմ։ Այդ նախագիծը դնում եք դիմացներս, մտածում եք նորմալ մարդիկ եք, ամեն ինչ նորմալ է, այդ ընթացքում քո գործընկերը հարձակվում է այս երեխի վրա։ Այդ նորմալ է, արգամ ջան։ Մի րոպե չհասկացա, ով է ում վրա հարձակվել, ինչ է եղել։ Այդ Սրապյանի շները հարձակվել են Արեգի վրա։ Բա հիմա ուր Արեգը, ոնց է, հոբան չի եղել։ Լավ, ինչ որ մարդիկ են եկել, այդ այլանդակները թողել փախել են։ Ես արդեն չգիտեմ դու այդ ամեն ինչի հետ կապ ունես, չունես։ Ազնիվ խոսք, կապ չունեմ, Սաթեն։ Լսի, ես արդեն չգիտեմ էլ, ինչ որ բանի հավատամ, թե չէ։ Ես չեմ զարմանում ոչինչ բանից արդեն, արգամ։ Լավ, Սաթեն, դու հիմա կարող ես մտածել, որ ես այդ ամենից տեղյակ եմ ու ախր լավ էլի Սաթեն, ես կխոսեմ Սուրենի հետ։ Ուզում ես հետը խոսի, արգամ, ուզում ես մի խոսի, բայց զգուշացնում եմ։ Այդ քո գործընկերը, եթե մի մետրից ավել մոտեցավ երեխուն, ես անմիջապես կգնամ ոստիկանություն ու դիմում կգրեմ ձեր ընկերությունների դեմ։ Եղավ արգամ ջան, հասկացար այսքան բան։ Արա լավ էլի Սուրեն, լավ էլի։
Հա, Լուսե։ Հա, կներես, ես մի քիչ գործեր ունեի, մի անգամից եկել եմ պապայի մոտ։ Հա, եթե ավարտել ես տուն գնա, ես կգամ տանը կխոսենք, լավ։ Բա խոսալուց հետո իրար պաչիկ չեք ուղարկում։ Այս արջայելն տենց են անում, մտածի դուք էլ սուրճ կուզես։ Հացատեսնեմ ինչ ես մտածել։ Ինչ էր կապված։ Արեգի, կաղում էր։ Ոչինչ, շունը կաղալով չի սատկում։ Սի դե ինչ տեսակի մարդ ես։ Ամենասովորական մարդն եմ տվես, հա, ամենակարևորը շատ անկեղծ ու արդար։ Հաստորեն, որ այդ տղու վրա քո մարդիկ են հարձակվել, այդ ճիշտ է, հա, տղես։ Դասի դու կարող ես գժվել ես։ Բայց ինչ անպայմանակ գժվել։ Ես իմ շահերն եմ պաշտպանում, հասկանում ես։ Դու մի բան հասկացի, ես քո սաղ փողերը թափել եմ հին թաղի վրա։ Ու հիմա թույլ չեմ տա, որ մնա այն փոքր հատվածի նախագիծը, թե չէ բոմժ կդառնամ, այդ կամ բանը չես հասկանում, այդ լակոտն ճամփիս է կանգնել, էլ ոնց բացատրեմ։ Այսինքն, որ դու բոմժ չդառնաս, պիտի մեկը մեռնի, մյուսը հաշմանդամ դառնա, մեկից տունը խլես։ Ու այդ ընտանիքում բոլորը դժբախտանան, մի քիչ շատ չի։ Տղես, եթե ես չանեմ, ուրիշը կանի, կյանքն է տենց։ Չէ, կյանքը տենց չի։ Այդ դու քո նմաններն եք ես կյանքը սարքում տենց։ Ու մեզ էլ ստիպում եք, որ ձեր պես մտածենք։ Իսկ հիմա ինձ լսի, պարոն Սրապյան, եթե այս մեթոդներից վերջը չտաս, ես եմ կանգնելու դիմացդ։ Ու տեսնեմ ոնց ես վրայովս անցնելու։ Չես կարա մի քիչ հետո զանգես, եկել եմ, որ գնանք քայլենք։ Տես որ չի պատասխանում, էլ լրիվ տվել իրան անցել արդեն։ Արգամ ջան։ Սա արդեն անտանելի է դառնում։ Լավ գոնե կասես ինչ ա եղել։ Ինչ պիտի լինի է, բացահայտ ահա Բեկմանը անցել է տապուշը, մարդա ուղարկել, որ Արեգին վնասեն։ Բայց այսինքն Արեգին հոբան չի եղել։ Լավ։ Ենտեղ էլ սաթենն է իրեն կործրել, թեպետ կարելի է հասկանալ։ Ադե վերցրու էլի հեռախոսը։ Սուրեն։ Իսկ միգուցե Դավիթին զանգես։ Ամեն դեպքում հայրն է, կարող է իմանա որտեղ է, ինչ է, չգիտեմ։ Դավիթին զանգեմ ի Դավիթի ինքն է կրակն ընկել դրա ձեռը։ Ես ամենի դեմն առնել է պետք, Մարիամ, թե չէ վախենամ Արեգը հոր բախտին արժանանա։ Հա։ Ոչ Արեգ ջան, ես չեմ լռելու, էդ էր պակաս։ Էդ ինչի ա քեզ թվում, որ դա ընդամենը տղայական թեմա է։ Ոչ, դա հանցագործություն է։ Իսկական հանցագործություն։ Ու եթե քեզ թվում է, որ այդ Սրապյանը սրանով կանգ է առնելու, սխալվում ես, չար սխալվում ես, ինքը մինչև վերջ է գնալու։ Իսկ մինչև վերջը գիտես ինչ է նշանակում։ Այդ կամ մեր վերջն է, կամ իր վերջն է։ Լավ, սոտ հանգստացի հիմա, խնդրում եմ։ Ուրեմն մի վիճ ինձ հետ։ Ու միասը ինչի եմ Արգամին ասել։ Սրապյանին էլ եմ զանգելու ասելու, իրա տղուն էլ եմ ասելու։ Տղուն ասելու կարիք չկա, ես արդեն խոսացել եմ հետո։ Հետո։ Տեղյակ չար։ Այս մենակ Սրապյանի գործն է։ Ես վաղ էլի զանգելու եմ Արգամին։ Ու ստիպելու եմ, որ գնա ու խոսի։ Ու այդ ամենաքիչն է, որ ինքը կարող է անել, ու չհամարձակվես հակաճառել։ Եղավ, լռում լստում ես։ Ու էլի եմ կրկնում, ինձ մեկ այն չանում քո պապան, էդ չի կար ազդի մեր հարաբերությունների վրա։
Լսում ես Անահիս։ Լսում եմ։ Բայց ինչքան ժամանակ առաջազդի։ Ինքը միշտ էլ մի բան անելու է։ Քո կարծիքով ինչը որ ասեցի ճիշտ է արել։ Իհարկե չէ, ես տենց բան եմ ասել։ Չէ, չես ասել։ Դանդակարակը ասեցիր որ սխալ է։ Բայց էլ ինչու՞ եմ մտածելու։ Մենք իրար չենք հասկանա, թե դու իրան պաշտպաներ։ Դրա համար էր պապա տենց լուր։ Հա։ Պապան վախեր ունի։ Բայց ես վախեր չունեմ, Անահիս։ Կյանքում չէի մտածի, որ սեփական հորից եմ ամաչելու։ Բայց ինքը իմ հայրն է, ես չեմ կարող ասեմ, որ իրան չեմ սիրում։ Անահիս, պետք չի որ դու տենց բան ասես։ Ընդհակառակը, որ ասիր ես քեզնից կհիասթափվեի։ Ես քեզ շատ եմ սիրում։ Ու երբեք քեզնից չեմ հրաժարվի։ Որ ես մենակ լինեի, արդեն հաստատ զանգել էի։ Հե, դու չէիր զանգել, դու արդեն հասել էիր Անահիսենց տուն։ Տենց չի։ Լսի, մի ձևեր թափի, ոնց որ քեզ Արամը ընդհանրապես չի հետաքրքրում, ուշք ու միտքդ ինքը չի։ Դե ինքն է, ոնց ինքը չի։ Դրա համար գործի չգնացի։ Ու առաջարկում եմ միասին հաց ուտենք։ Այդպես ժամանակը ավելի կկարճանա։ Ու նաև առաջարկում եմ, որ պատվիրենք Չոչից, որ ոչ թե մենք գնանք Չոչի մոտ, այլ Չոչին գա մեր մոտ։ Արի։ Ինչ ենք վերցնում։ Ինչ Չոչի համար 2, մեկը զովացուցիչ ըմպելիք։ Բա քեզ։ Ինձ սրանից։ Ահա։ Սրանից։ Ահա։ Վիկ կարող է սրանից էլ պատվիրենք։ Հա, արի փորձենք։ Հա, համարն ասա։ 044 044 0303 3 հետո 88 88 Ալո, բարև ձեզ։ Չոչի Թումանյան, բարև ձեզ։ Կարող եմ պատվել գրանցել։ Ահա։ Իսկ կցության աստիճանը։ Շատ բարի տեղում պատվերը թե տանելու համար է նախատեսված։ Շատ լավ։ Չգիտեմ էլ ինչ ասեմ։ Դե ինչ պետք է ասես։ Արի դուրս գանք մի քիչ քայլես։ Կքայլես մի քիչ կհանգստանաս, կզանգես։ Ու ինչ փողոցում ձայնս գցեմ գլուխս, չէ։ Չէ, ընդհակառակը, պետքա հանգիստ լինես։ Հանգիստ խոսեցի էլի, որ հասանք սրան։ Եթե ես քո տեղը լինեի, հաստատ Դավիթին տեղյակ կպահեի։ Եթե Սաթենը որոշել է բողոք ներկայացնի քո ու Սուրենի ընկերությունների դեմ, ուրեմն Դավիթը պետքա տեղյակ լինի։ Մարիամ, դու հասկանում ես, որ սա իմ անելիքն է, կոնկրետ իմ անելիքը, Սաթենը շատ պարզ ակնարկեց։ Ախր ասել եմ, չէ, քեզ պատմել եմ, Սաթենին ասեցի, որ մենք միասին եղել ենք Թիֆլիսում, Սուրենն էլ մեզ հետ է եղել, ու Սաթենը մտածում է, թե ես պաշտպանում էի Սուրենին։ Հիմա էլ նույն մտքին է, մտածում է, որ հիմա էլ փորձում եմ պաշտպանել Սուրենին, որ Արեգին վնասի։ Հասկանում ես, չէ։ Այնպես որ եթե մինչև իրիկուն չզանգի, ես զանգելու եմ Իզաբելին, խնդրեմ ասեմ, որ ամուսնուդ ասա թող վաղը գա օֆիս։ Աստվածին։ Լավ է եկաք, ես էլ արդեն հույսս կտրել էի։ Կարող է սոված եք, հաց կուտեք։ Չէ։
Եթե դեմ չեք, մենք իջնենք կենտրոն մի քիչ ման գանք։ Մամա, սա հա։ Հա, բայց ես երբ եմ դեմ եղել։ Դուք խոսեցիք իրար հասկացանք։ Հա, հասկացանք։ Այդ ընդամենը իմ մտքերն էին։ Իսկ Արամը ասաց, որ տենց բան չկա։ Դե գնացեք, հետո կխոսենք։ Լավ, դες գնամ փոխվեմ։ Դե ձեզ բարի ժամանց։ Մերսի շատ։ Մի րոպե։ Ալո։ Հա, մենք այստեղ ենք, ձեզ ենք սպասում։ Հա, մի քիչ առաջացեք։ Ձերքով եմ անում։ Բարև ձեզ։ Շատ շնորհակալ եմ։ Բարի խոչակ։ Опа. Մեծ զանգ եմ առնում։ Ինչ եղակ այ ախպեր։ Ասա թող գան մեր մոտ։ Մենք կենտրոնում ենք, կարող ա գաք։ Դե համասարանի դիմացի այգու մոտ ենք։ Ձեզ մոտ ամեն ինչ նորմալ ա։ Հա, դե լավ ա, դե եկեք սպասում ենք ձեզ։ Լավ։ Գալիս է։ Հա։ Ոչ ես պատկերացնի ինչ ուրախ եմ։ Արագ հարցից պատասխանի։ Էլի ենք պատիրում Անայիսի ու Արամի համար, թե եղածով կիսվում ենք։ Նա ինչ մեծ է, եղածով կիսվում ենք։ Մնացած հարցերի պատասխանը, որ ընկեր չունեի, գրել թողել եմ քո սեղանին։ Եղավ ապրես։ Թե այդ խմի դու տա քեզ սիրում։ Դավիթ, կարող է ինչ-որ բան խոսես, ինչ եկել ես մտքերով չգիտեմ ուր ես։ Կարող է Արեգի հետ կապված։ Օֆիսի բակում տեսա, քեզ էր սպասում։ Ինչ եք խոսել։ Կներես կոպիտ ստացվեց։ Ուղղակի բարևել ենք ու վերջ։ Ասեց, որ ուզում է քեզ տեսնի։ Չեք տեսել։ Տեսել ենք։ Հայրս խաբեց մեզ։ Ինձ, քեզ, բոլորիս։ Հետո, ինչ է ավերջը։ Դե մնաց երեկոյան, կամ եթե ուշ կան այսա առավոտը։ Ջայրություն, ինչքան էինք կռվում, հետո հաշտվում, վակաղցությունը հաշտվելուց հետո, թռան տարիներս։ Մենակ չասես կյանքիցդ բան չհասկացար։ Ասել եք ասեմ, բայց ով կհավատա։ Լավ հասկանում ես։ Այդ ինչի՞ չես պատասխանում Արգամի զանգին։ Չարություն եմ արել։ Բարկացած է, ոչինչ։ Թող հանգստանա վաղը կիշնեմ կտեսնեմ։ Լավ, լսի, դու չես հոգնում։ Ոնց որ մանկապարտեզի երեխա լինես։
Դո բա ինչ եմ։ Այս որ տանող լիներ չէ, այնց հավեսով կգնայի։ Այս անգամ ինչ ես արել։ Շատ վատ բան։ Բայց անհավատը գիտես որ նա որ էլ եմ անելու։ Այդ ուրիշ տարբերակ չունեմ։ Բայց ես իրան հարցրեցի ինչ աղին, ինքը ասաց ուղղակի ոդկս եմ ոլորել։ Բա հիմա ինչ ա լինելու սրա վերջը, բա որ մյուս անգամ հանկարծ ավելի վատ բան լինի Արեգի հետ։ Խոսացել ես պապայիդ հետ։ Հա, խոսել եմ։ Ուշքու միտքդ Արեգն ա։ Հա, ուշքու միտքս Արեգն է, ինչի չգիտես, որ իր այդ հանկարծ ոչ մի վատ բան չլինի։ Կարող է իրավունք չունեմ, թե պետք է ուզեմ, որ վատ բան լինի Արեգի հետ։ Չէ, դա բնականաբար չէ։ Բա ինչ կա։ Հանգստացի։ Ես հանգիստ եմ, կգնաս պապայիդ խորհուրդներ կտաս։ Ինչ ես տեսնեմ, սխալ եմ ասում։ Մի շարունակի։ Ինչի։ Որովհետև երկուսս էլ էմոցիաների տակ ենք ու հիմա ճիշտ չի շարունակելը։ Ուր։ Սենյակ։ Լույս, բարի Վիկա ջան։ Անայիսը քնած է, ձայն տվեցի չպատասխանեց։ Անայիսը արջիկ ունա մտել, որ իրար երես չտեսնենք։ Ինչի։ Որ չհարցնեմ իրան երեք ինչ էր եղել, ինչի էր տուն եկել, ինչ էր Արամ եկել իր հետևից։ Սենյակում ա չէ։ Երկու բաժակ էի սուրճը դրեմ, մտածում էի կիչնի, բայց սպասի։ Վիկա, լավ կլինի ասես ինչ ա եղել։ Լավ գիտես, որ Անայիսը չի իմանա դրա մասին։ Լուսե։ Քնած ա դեռ։ Լուսե։ Չհասկացա։ Ուր է այս ժամին։ Հա, մոք ջան։ Դավիթ, կներես եթե հարթնացրի։ Չէ, բան չի եղել առավոտ շուտ զանգել ես։ Ուզում եմ իջնես հորդ մոտ օֆիս։ Ինչ որ բան է եղել։ Դեռ չէ, բայց շուտով կլինի։ Բայց Խնդրում եմ առանց հարցերի, իջի, չկա շուտ ենք անել։ Ես բան չեմ ասել։ Թող Անայիսն ասի ինչ որ ճիշտ կգտնի։ Ամեն դեպքում իր հայրն է։ Բան չունեմ ասելու, բայց դե դու էլ լսի, բա ձերոնց հետ ո՞նց է լինելու։ Դե մերոնց ասել եմ։ Հույս ունեմ կհասկանան ինձ։ Դե պապատ, մամատ, իրանք շատ լավ մարդիկ են, իրանք հաստատ կհասկանան։ Այ խեղճ Անայիսի համար հաստատ դժվար է լինելու։ Հեշտ չի։ Դե հա ոչ իրան, ոչ մորը, ոչ աղբորը։ Աղբերն էլ վատ տղա չի։ Բարթա։ Ինչ լավ է, որ այն ժամանակ չթողեցիր, որ գնայի իր հոր մոտ աշխատելու։ Թե չէ մի երկու վատ բան իմ ձեռքով էի հաստատ անելու։ Հա, ապեր, հերս էլ նույն բան ասում։ Մտածում եմ ուղեղս կուտի։ Դժվար է։
Նորեջկը ինձ միած սուրճ ցավը տանեմ։ Հա, մեկ էլ հանկած են քո հեռախոսով արգամը զանգի կամ իր աշխատողները ասում ես ես տեղում չեմ հասկացել։ Հասկացա, պարոն Սարոյան։ Դե թող սուրճը դու։ Լավ։ Բայց միջև սուրճը, էս։ Իսկ ինչ է այս քո ինքնախոստովանը կաննա։ Չէ։ Իմ սեղանին էր դրված, վրան էլ ձեր անունն էր գրված։ Դե ես հա չէի բացել։ Հասկացա, ցավը դու։ Դե թող Ուրիշի հետ եմ ամուսնացել, այսինքն քո մասին չպետք է մտածեմ, հա։ Մի հատ էլ ասա, որ սիրում ես ինձ։ Հա, սիրում եմ, կասկածում էիր։ Դու քո աղջկա ճակատագրի հետ ես խովում։ Այդ երեխան ամաչում է, որ դու իր հետն ես։ Ամաչում է, որ ես իր հետ։ Հա։ Իզաբել, իսկ ես իր հետն եմ։ Հավաքվի մեր տուն գնանք։ Ես արհեստական բեղմնավորում եմ արել։ Արհեստական բեղմնավորում, այս ես 20 տարի գիտեի, որ իմ երեխան է, իմ երեխան է։